Դե ինչ, եւս մեկ տարի անցավ, ինչպես շատերս ավանդույթ առած ամեն տարին ավարտվելով մեր ողջույնի խոսքն ենք փոխանցում, մեր ցանկությունն ենք արտահայտում եւ մեկ տարի հետո սոցիալական էջերը մեզ հիշեցնում են այդ նյութերը, այդ խոսակցությունը, ինչևէ, ինչ եմ ուզում ասեմ, իսկապես մեկ տարի էլ անցավ։ 2025 թվականը երևի շատերիս համար հաջողակ տարի էր։ Ոմանց համար, որոշների համար, ամեն մեկի համար իր բարդություն, իր դժվարությունն ուներ։ Պարզապես այն պահը, որ պետության համար, երկրի համար, թեկուզ ոչ հաստատուն, դեռ ոչ հաստատուն, բայց խաղաղություն եղավ, շատ լավ բաներ եղավ, դա ակնհայտ է։ Եվ այդ խաղաղությունից էլ կախված է մարդու ապագան, մարդու կյանքը, որ չես ձգտում երկրից դուրս գաս, մտքիդ մեջ խաղաղ ես ելնում, չես ուզում, որ քո երեխաների ապագան կամ կյանքը տեսնես ուրիշ երկրում օտարության մեջ։ Ինչ կցանկանամ նոր տարուն 2026 թվականին, որ իսկապես մեր երկիրը իրական երկիր դառնա։ Ես ինչի եմ սիրում միշտ իրական բառը ասել։ Մենք շատերս սովորենք ամեն ինչը անել ոչ իրական, ձևական կամ ինչ-որ նման մի հոմանիշ բառ օգտագործելով ասեմ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Թող երկիրը խաղաղ լինի, թող երկրի վրա միայն Աստծո օրհնությունը լինի։ Իսկ Աստծո օրհնությունը լինում է այն դեպքում, երբ որ մենք մեր ժողովրդով, մեր ազգովի իրականում կամաց թեկուզ հասկանանք, գիտակցենք մարդ եւ Աստված հարաբերությունը ուղղենք, երբ որ Աստծո պատգամները մենք ճիշտ կատարենք, հասկանանք կարևորությունը, աստվածապաշտությունը, խորքային գիտակցենք եւ մենք դառնանք ապրենք իսկական քրիստոնյա։ Իմ ուղերձների մեջ միշտ ես դա եմ նայել, իսկապես քրիստոնյա լինելը մեծ պատիվ է, մեծ ուրախություն ու երջանկություն է, եթե դու իսկականից Աստծո հետ բարեկամանում ես։ Չեմ ասում ես մի հատ ես իմ վերերքների մեջ եմ, ես իմ լուրջ քրիստոնյա կատարյալ մարդ եմ, բայց իմ ծնողը ինձ դաստիարակել է Աստվածաշնչով, ապրում եմ Աստծո խոսքով, Աստծո պատգամով, իմ գլխավոր գործնեության կյանքիս իմաստը նա է, որ ապրեմ արդար, ազնիվ եւ հավատալով Աստծո օրհնությունը եւ ստանում եմ դրա պտուղները։ Թող Աստված տա բոլորիս համար 2026 թվականը շատ լավ տարի լինի, թե երկրի, թե մեր ընտանիքների, թե ամեն ձևով հաջողության տարի լինի։ Եվ բոլորս ապրենք սիրով, երջանիկ, ուրախ, միմյանց հասնող, օգտակար լինող։ Գիտեք ինչն է կարևոր, բոլորիս կյանքը ժամանակավոր է։ Բոլորս ծնվում ենք, մի օր մեռնում ենք։ Թող բոլորիս մահը լինի ժամանակին, խոր ծերության եւ առողջ ձևով։ Այսինքն, ինչքան մարդ կա, որ շատ հեշտ ձևով էս կյանքից հեռանում է, բայց իր ժամանակին։ Որոշող իհարկե Աստված է, ամեն մեկն ինչքան էլ մենք ասենք մեր ճակատագիրը եւ այլը, մարդը ինքն է իր քայլերով որոշում իր ապագան։ Թող Աստված պահի ու պահպանի մեր սահմանները, թող մեր ժողովուրդը ավելի ու ավելի հզորանան, թող մեր ազգը, մեր պետությունը հզորանա, ավելի գերտերություն դառնա։ Այո, հնարավոր է դա գերտերություն դառնա, հնարավոր է, որ մենք էլ կայուն հաստատված ժողովուրդ դառնանք, ուղղենք մեր դարավոր սխալները, համախմբված ապրենք, մեջք տալով ապրենք, այն ասած թասի բարթնանա մեր մեջ, գյուղ, ընտանիքից սկսած, թաղից սկսած, գյուղից սկսած, համայնքից սկսած, ամեն ինչ անենք, որ մենք էլ մի բանով օգտակար լինենք։ Գիտեք ինչն է նաև կարևոր, որ խեմ ասում մարդու կյանքը կարճ է։ Ինչքան կարող ենք, պիտի բարի ապրենք։ Ինչ կարում ես, արա քո դիմացինին, լավություն արա, բարություն արա քո երկրին, քո ժողովրդին, քո հարևանին, քո ընկերին։ Կյանքը դժվար է իհարկե, բարի ապրելը շատ դժվար է, չգնահատված է, բայց ամեն մեկս կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն միայն ու միայն Աստծո միջոցով։ Դե ինչ, կրկին շնորհավորում ենք, թող տարին բարի տարի լինի, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Աստված օրհնի բոլորիս օջախները, ապրենք ուրախ, երջանիկ, խաղաղ, առողջ, իրար սիրենք, իրար հարգենք։